Բարի երեկո, հարգելի գործընկերներ, նախ ուզում եմ շնորհավորեմ բոլորիդ անկախության 25-րդ տարեդարձի առթիվ, Աստված տա մենք գնալով միայն ձեռքբերումներ ունենանք եւ թող Բարձրյալ Արարիչը սիրո, համերաշխության եւ միասնության մեջ պահի մեր ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ այժմ հարգելի բարեկամներ, տեղեկացնեմ, թե ինչ հարցեր են քննարկել մեր կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում, նիստը վարել է պարոն նախագահը։ Հիմնականում ամփոփել ենք սեպտեմբերի 18-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները եւ 158 համայնքում հաղթել են հանրապետականները, բայց 22 եւս հաղթած տեխնացուներ անկուսակցական հնարավորություն են հայտնել անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցության, այսինքն շուրջ 180 հաջողության հասած համայնքի ղեկավարներ այլևս ունենք եւ դա կազմում է սեպտեմբերի 18-ին մասնակցած ընտրությունը 76%, այսինքն 76% վստահությունը կարծեմ բավականին լուրջ վստահություն է եւ մենք հույս ունենք, որ մեր հանրապետական, մեր կուսակցական գործընկերները, նրանք ովքեր որ ստանձնել են իրենց համայնքի բնակիչների վստահության կվեն, պետք է աշխատեն հնարավորինս, որ գնալով այդ վստահությունը ավելանա, այլ ոչ թե պակասի։ Քննարկել ենք նաև ներքաղաքական խնդիրներ, տեղեկացնեմ, որ այո, այսօր ամենակննարկվող հարցերից մեկը կառավարության փոփոխության հարցն է, դուք տեղյակ եք, որ մի մասով արդեն կառավարությունը փոխվել է, կան արդեն նոր նշանակված նախարարներ, ես օգտվելով առիթից շնորհավորում եմ նոր նշանակված նախարարներին եւ ցանկանում եմ, որ նրանք իրենց ծրագրերը բոլորիս հետ միասին կյանքի կոչեն եւ լինեն հաջողակ եւ ձեռքբերումներով լի ոլորտի ղեկավարներ։ Եթե նրանք հաջողեն, կնշանակի, որ մենք էլ այդ ոլորտներում հաջողել ենք եւ այստեղ նաեւ հանրությունն է հաջողել։ Տեղեկացնեմ, որ փոփոխությունների գործընթացը կշարունակվի եւ կարծում եմ մինչեւ մյուս շաբաթվա ավարտ կամ գոնե մյուս շաբաթվա ընթացքում ամբողջությամբ նոր կառավարությունը կձևավորվի, այսինքն այլևս մենք չենք ունենա պաշտոնակատարներ եւ դուք կամ մենք ազգային ժողովում ստիպված չենք լինի ծաղմորով ասեմ ներկայացնել հարցը պատասխանի ժամանակ նախարարի պաշտոնակատար եզրույթը օգտագործել։ Բնականաբար պետք է խոսեմ նաեւ ռազմական շքերթից, որը բավականին տպավորիչ էր եւ ցնցող։ Ես հետեւել եմ իմ Սփյուռքի եղբայրների եւ քույրերի հետ Սանկտ Պետերբուրգում էր այդ ժամանակ, միասին այցելեցին Կոմիտասի հուշարձանին, իսկ այնուհետև բոլորս միասին հետևեցինք ռազմական շքերթին, պետք է ասեմ, սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ անվտանգության առումով մեր պետության ղեկավարությունը, նախագահի գլխավորությամբ, պաշտպանության նախարարությունը ճիշտ ուղու վրա են, ճիշտ քայլեր են ձեռնարկել եւ ամենակարևորը համալրումը ամբողջական է եղել եւ արդյունավետ, այսինքն մեր հասարակությունը, մեր հանրությունը եւ մեր սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը մեր զինված ուժերի տեխնիկական եւ ռազմական համալրման հետ կապված որևէ հարցականներ եւ մտահոգություններ չպետք է ունենան։ Դրա վառ ապացույցը վկա է այդ չքահանդեսը եւ ռազմական շքերթը։ Այդ իմաստով բնականաբար դրական են գնահատում իրականացրած աշխատանքը եւ ամենակարևորը դա անվտանգության համակարգն է մեզ համար, մեկ անգամ չէ եւ մինչեւ ապրիլյան պատերազմը եւ դրանից հետո նշել են, որ Հայաստանի Հանրապետության համար թիվ 1 խնդիրը դեռ երկար ժամանակ մնալու է ամուր անվտանգության համակարգ ունենալը։ Որտեղ առանց ամուր անվտանգության համակարգի մենք չենք կարող խոսել ոչ տնտեսական բարեփոխումներից, ոչ լայնածավալու համակարգային բարեփոխումներից։ Թերևս այսքանը, եթե այլ հարցեր կունենաք, սիրով կպատասխանեմ։ Չունենք հարցեր, համես։ Դուք այդտեղ սեպարատ զրուցում եք։ Ասա։ Ես տեղյակ չեմ, ես կարծում եմ, որ ես չպետք է մեկնաբանեմ վարչապետի յուրաքանչյուր հայտարարություն, աշխատանքային process է եւ վարչապետը հայտարարել է եւ ինքը, սա մեկնաբանելու կարիք ես չեմ տեսնում։
Իհարկե թերությունները միշտ էլ եղել են եւ դեռ կլինեն։ Եվ թույլ տվեք ես ավարտեմ։ Դուք հարց տալիս եք, ես ինքս կորոշեմ իմ կարծիքը արտահայտել։ Թերություններ եղել են, միգուցե նաեւ նմանատիպ աղմկահարույց դեպքեր միգուցե եղել են կամ կլինեն։ Մեր խնդիրը պետք է լինի արդյունավետ կառավարումը։ Նոր կառավարության խնդիրը եւ մեր բոլորիս խնդիրը, քանի որ եւս մեկ անգամ շեշտեմ, մենք հանրապետականներս վարչապետ Կարապետյանի կաբինետի ամբողջական պատասխանատուն ենք եւ թերությունների եւ ձեռքբերումների համար։ Եվ մենք բոլորս անելու ենք ամեն ինչ, որպեսզի վարչապետ Կարապետյանը հաջողի եւ նրա կաբինետը ամբողջապես լուծի այն հիմնախնդիրները, որի համար նրանք նշանակվել են այդ բարձր պաշտոնի։ Իսկ ինչ վերաբերում է իմ գնահատականներին, դրանք ես նոր մարդ չեմ քաղաքականության մեջ եւ դուք ինձնից չեք կարող կորզել այն, ինչը չեք կարող կորզել։ Ձեր իշխանությունը կողանալու եթե կորած չէ ներողություն։ Ինչ բան։ Ձեր իշխանությունը ունակ է կողանալու։ Դե քարդենտի նա առաջինը որ մեղ չի գործել։ Մենք ստեղ դատավորներ չենք։ Իսկ նորմալ է թվում է դատավորություն կառավարության։ Ցանկացած, ասենքն ինձ թվում է որ դուք ինձ նոր եք ճանաչում։ Ես բոլոր աննորմալ երևույթներին շատ վատ եմ վերաբերում, բոլոր նորմալ երևույթներին շատ լավ եմ վերաբերում։ Եվ գողն ու ավազակը կուսակցական պատկանելություն չի ունում։ Մարդ կամ լինում է պարկեշտ, կամ չի լինում պարկեշտ, բայց ոչ մեկ դատավոր չի, դատավորը վերևն է եւ կարող են մարդիկ էլ սխալվել այնուհետեւ ուղղվել։ Եվ այստեղ ես դատախազի ֆունկցիա իմ վրա վերցնել չեմ կարող, ավելին իմ վրա դատավորի զգեստ չկա, ոչ արտաքին, առավել ոչ էլ ներքին, ես երբեք դատավորի ֆունկցիա չեմ, մարդկանց դատել ամենաշնորհակալ գործն է, ամենաշնորհակալ։ Բերեք իմ կոչը յուրաքանչյուրս մեր աշկի գերանը տեսնենք, ինձնից սկսած, եւ գնանք առաջ։ Իսկ դատավորի գործողությունները, դատավորի ֆունկցիաները ժամանակը ցույց կտա, պատմությունը, ժամանակը, ժողովուրդը ամեն ինչ իր տեղը կդնի երեխեք ջան։ Աջա։ Այո, այո։ Կառուցվածքային փոփոխությունների հետ կապված չեմ կարող ասել, բայց կարող եմ իմ անձնական կարծիքը արտահայտել։ Պեկինի հարաբերական, նոր նշանակված նախագահ պարոն Հովսեփյանի, պարոն Հովսեփյանին եւ ազնապես եմ ճանաչում եւ բայց այդ ազնապեսը դա սուբյեկտիվ կարծիք է, ես կարող եմ փաստերով խոսել եւ պետք է նշեմ, որ պարոն Հովսեփյանը սկզբունքային եւ պրոֆեսիոնալ անձնավորություն է։ Պետք է ամեն ինչ նայել համեմատության մեջ, եթե համեմատում ենք նույն ցուցանիշները 2015 եւ 2016-ին, ապա կարծեմ 10 միլիարդից ավելի մենք աճ ունենք։ Պարոն Հովսեփյանի անունը որևէ ներկրման կամ արտահանման, որևէ ապրանքների անվան, որևէ լոբինգի հետ չի կապվում, իսկ դա շատ կարևոր է։ Սա նշանակում է, որ ՊԵԿ-ի նախագահը, որը որևէ ապրանք չի ներկրում Հայաստան կամ արտահանում, չունի այստեղ շահել, չունի այստեղ լոբինգ անելու խնդիրներ եւ հնարավորություն է տալիս ազատ մրցակցելու եւ ազատ մրցակցային դաշտ ապահովելու։ Իմ եթե սուբյեկտիվ կարծիքն եք ասում, ես ասեցի 1, 2, 3, 4 պլյուսներ, որը օբյեկտիվորեն ունի ՊԵԿ-ի ներկա նախագահը։ Եվ ես նրան հաջողություն եմ մաղթում եւ ամեն ինչ էլ անելու են, որպեսզի նրա սկզբունքային դիրքորոշումը, նրա սկզբունքային քաղաքականությունը, որը կա այս ոլորտում, շարունակվի։ Մենք սա տարելու ենք նրա գործողություններին։ Միլիոնատեր լինելը, ուրեմն նեոբոլշևիկյան մտածողությունը մենք պետք է շպրտենք աղբարկղ։ Միլիոնատեր լինելը վատ չէ, վատ է ոչ բարեխիղճ եւ գողության միլիոնատեր դառնալը։ Երեխեք ջան։ Եթե մարդ իր քրտինքով կարողանում է միլիոնատեր դառնալ, ուրեմն մենք պետք է կարողանանք ոչ թե ասենք այս մարդը, ասենք ֆինանսական կարողություն ունի, բայց ինքն վատնա, չէ։ Այնպես չէ որ աղքատ լինելը վատ է։ Ես ուրախ կլինեի, որ իմ երկրում բոլորը ունենային բավականին լուրջ կարողություններ։
բայց մենք պետք է կարողանանք այդ բոլշևիկյան, նեոբոլշևիկյան, որոշ դեպքում նաև խորհրդային մտածելակերպի այդ մասից մեզ շպրտենք աղբար կղ այդ մտածողությունը եւ եւս մեկ անգամ կրկնում եմ ֆինանսական կարողություն ունենալը վատ բան չէ, վատ բան է անազնիվ ձևով հարստանալը։ Ես ասացի, որ բերեցի 3 սկզբունքներ, որը ապացուցել է այս կարճ ժամանակահատվածում, որ Հովիկ Հովսեփյանը, որպես ՊԵԿ-ի նախագահ, աշխատում է շատ արդյունավետ։ Ես ասեցի, ես իմ կարծիքը արտահայտեցի։ Բայց արդյունավետ աշխատանքից, թե կկիսվի, չի կիսվի, ինչպես կլինի, դա ես չեմ որ որոշում։ Ես փաստորեն ասեցի 15 միլիարդով ավելացրել։ Ինքը որևէ աղմկահարույց խնդրում չկա։ Հովսեփյանը որևէ ապրանքի ներկրման, արտահանման, լոբինգի խնդրում չկա, այսինքն այնպես չէ, որ ինքը այս ապրանքը ներկրում է եւ անհավասար պայմաններ է ստեղծում։ Շատ դեպքերում հիշում եք, մենք ասում ենք, որ կա շահերի բախում, քաղաքական գործիչները չպետք է ունենան շահերի բախում։ Հովսեփյանը չունի որևէ շահի բախում ՊԵԿ ոլորտում, եւ դա հնարավորություն է տալիս Հովսեփյանին ավելի ազատ ու անկաշկանդ գործելու։ Իսկ քննարկել եք արդյոք դաշնակցությանը կառավարության կազմում, փոփոխություններ նշվում Արծիվ Մինասյանը հնարավոր է այլ նախարար։ Դու չեք հետևում եղբայր իմ հորդորին, դու եւս հիմա Զախից ես ուզում հարցակում գործել, ճակերտավոր եւ իզնից գործել կո պատասխան։ Ասեցի, մինչեւ մյուս շաբաթվա վերջ մենք կունենանք այլևս ամբողջությամբ նոր կառավարություն։ Սիսակի հարցը էկոնոմիկայի նախարար պաշտոնական Արծիվ Մինասյանի աշխատանքը հաջող է գնահատում, թե որ Հովիկ Հովսեփյանի մասով ասի, որ իր կատարած աշխատանքը աճ կա որոշ ոլորտների բարձր է գնահատում, անվարկորեն որոշ արձի պատասխանը Արծիվ Մինասյանը։ Դժվար է շատ կարճ ժամանակահատվածում գնահատական հնչեցնել, բայց ճանաչելով Արծիվ Մինասյանին կարող եմ ասել, որ Արծիվ Մինասյանը ազնիվ սկզբունքային ազնվորություն է եւ իր ուժերի չափով անում է հնարավորինը, որպեսզի իր ղեկավարած ոլորտը ունենա ձեռքբերումներ։ Իսկ մնացածը արդեն կառավարության ղեկավարի խնդիրն է։ Այնպես չի, որ մի ֆուտբոլ սիրում ես, չէ՞ դու 4-0 համի ասեն։ Ռեմի լսի։ Այնպես չի, որ Գարեթ Բեյլը վատ ֆուտբոլիստ է, որ Տոտենհեմից եկավ Ռեալ Մադրիդ։ Հասկացանք։ Շնորհակալություն, ստեսնք։